կկատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը եւ ուղիղ եթերում նյուանսներն են։ Ինչպես գիտենք, հունիսի 7-ին խորհրդանական ընտրությունների եւ նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է արդեն գրեթե 3 օր եւ քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում այս արդեն վերջնարդյունքին հասնելուն։ Մենք տեսնում ենք կրքերը էլ ավելի են թեժանում, խոսույթները էլ ավելի են սրվում եւ քաղաքական ուժերի պայքարի այսօր մեկ այլ ներկայացուցիչ մեր տաղավարում հյուրընկալել ենք ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի, որի գլխավորած ուժը քվեարկությանը մասնակցել է խորհրդանշական 14 համարի ներքո, հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում պարոն Պետրոսյանը ֆուտբոլի եւ այս 14 թվի միջև։ Փորձենք դրանք բարձել հենց իր հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք այս թեժ ընտրապայքարի շրջանում այցելել։ Ինչպես է ընթանում, ինչպես է գնահատում հանդիպումները հասարակության հետ, մարդկանց հետ։ Շատ լավ, բավականին լավ եւ շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հասարակությունում։ Ես հեռու եմ ամեն ինչի լավ ու վատը գնահատել բացարձակ միայն մեր շահով կամ մեր պրիզմայով։ Ընդհանուր հասարակության տրանսֆորմացիաները բավականին հետաքրքիր են, որովհետեւ երևի թե մի համայնք չի եղել, որտեղ գեթ մեկ մարդու հանդիպենք, ով կասի, որ ես չեմ մասնակցելու ընտրություններին։ Բոլորը անխտիր ասում են, որ մասնակցելու են եւ բոլորի մոտ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել, մարդիկ հրաշալի կերպով սկսել են պատկերացնել իրենց մեկ քվեի արժեքը եւ նաեւ իրենց մասնակցության կարեւորությունը։ Սա կարևոր փոփոխություն է։ Միևնույն ժամանակ հասարակության մեծամասնությունը պահանջում են եւ ցանկանում են տեսնել նոր դերակատարներ, բայց միայն չեն սահմանափակում այդ դերակատարների նորը լինելով։ Նրանք պահանջում են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, հարցնում են կարծիք արտաքին քաղաքականության վերաբերյալ, ներքին քաղաքականության վերաբերյալ, տեսլականների, արժեքների, սկզբունքների։ Այսինքն այս պահանջարկի ձևավորումը անպայման նաև հանգեցնելու է քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիայի։ Թեպետ պետք է ճիշտ հակառակը լինել, քաղաքական համակարգը հասարակությանը տրանսֆորմացնել դրական իմաստով, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում, որը եւս ուրախալի է եւ շատ կարեւոր արձանագրում է։ Կարևոր վերջնարդյունքն է, կարևոր այդ տրանսֆորմացիան է եւ դրա երկարաժամկետ հետևանքները։ Դուք զուգահեռներ եք անցկացնում ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆի եւ ձեր 14 համարի միջև, նշում եք, որ ինչպես Կրոյֆը փոխեց ֆուտբոլը, այդպես էլ մենք պետք է փոխենք քաղաքական մտածողությունը։ Մնացել է արդեն 3 օր, ինչպես եք պատրաստվում փոխել այդ քաղաքական մտածողությունը։ Միանգամից 3 հարց ունեմ ֆուտբոլի վերաբերյալ։ Երկրորդը, մենք գիտենք, որ Կրոյֆը տոտալ ֆուտբոլ խաղալուց ինքը միայնակ դա չարեց, իր հետ լեգենդար մարդիկ էին խաղում, այսինքն թիմային, ֆուտբոլը թիմային խաղ է։ Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ թիմի մեկ անդամի թուլությունը բերում է նաև պարտության։ Ու նաև լինելով տաղանդավոր այդպիսի խաղացող, միևնույնն է 74 թվականին, թե լավ չեմ հիշում, նա պարտվեց Գերմանիայի այդ կարգապահ ուժեղ մեքենային։ Այսինքն մի բան է դու ունես ու տաղանդ, փայլուն գաղափարներ, ազնվություն, բայց երբ քո առջև, չգիտեմ, մեքենա է դիսցիպլինայով, ռեսուրսներով, մեդիաներով, ապա դու պարտվում ես։ Այդպես եք դուք պատրաստվում Կրոյֆի նման փոխել 14 համարով հանդերձ պատրաստվում փոխել քաղաքական մթնոլորտը, դաշտը ֆուտբոլի զուգահեռներ անցկացնելով։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Երևի նման հետաքրքիր հարցադրում այս ամբողջ ընթացքում չէր եղել։ Նաև փիլիսոփայական ինչ որտեղ, ուրեմն փոփոխությունները երբեք չեն լինում մեկ օրվա ընթացքում։ Մեր ամբողջ գործունեության ընթացքում մենք այդ մշակույթի փոփոխությունը բերում ենք եւ դա արդեն կամաց տեղի ունենում։ Թեկուզ մեր ուժերը համեմատաբար ռեսուրսային իմաստով, ֆինանսի իմաստով, թեկուզ կամ մեդիաների իմաստով համեմատաբար սահմանափակ են, բայց կարևորը գաղափարի կրողը լինելն է։ Եթե դու գաղափարի կրողն եք եւ գործում եք այդ գաղափարներից ելնելով եւ այդ սկզբունքների կրողն եք, անպայման ճանապարհին հանդիպում եք համախոհների, ուժերը ավելի են մոբիլիզացվում, կամաց մասշտաբ է ստանում։ Օրինակ, մի քանի օրակարգի մասին ասեմ, որ առանց մեծամտության այդ օրակարգերը մեզնից են սկիզբ առել։
տարիներ առաջ, մոտ 3-4 տարի առաջ, որևիցե մեկ անգամ էլիտաներից չէր խոսում։ Էլիտա բառը հավասար էր վիրավորանքի եւ նույնականացնում են օլիգարխիայի հետ, երբ ասում ենք էլիտա։ Առաջին անգամ այդ խոսույթը մեզնից դուրս եկավ, որ ասեցինք մեր խնդիրը էլիտաների հավաքագրումն է։ Ճգնաժամի հաղթահարման միակ տարբերակ եւ ձևը էլիտաների վերհանումն ու ձևավորումն է։ Երկրորդը խոսեցինք ինքնության մասին խորքային այս համակարգային փոփոխությունների, որի հիմքում ինքնության ճգնաժամի հաղթահարումը կլներ, որևիցե կերպ մեր խոսույթում արտահայտված չի եղել եւ դա շատ դժվար մտավ այս շրջանառության մեջ, որից հետո սկսեցին շատերը գիտակցաբար, շատերը առանց գիտակցելու այդ օրակարգերը կրկնել, ես նկատի ունեմ օրակարգերի փոփոխությունից անգամ ընդհանուր մինչև ընդդիմափոխություն եզրույթը, որը նման բառ հայերենում ընդհանրապես չի եղել, ընդդիմափոխություն բառը չլինի մեծամտություն, կրկին սկիզբ է առել ինձանից, հայերենում ինչպես ասացի, նման բառ չկար, այսինքն որ ոչ թե խոսքը նոր բառ եզրույթ հորինելու մասին է, այլ մոտեցումների մասին է, գործընթացները մի փոքր այլ տեսանկյունից դիտարկելու մասին է, մշակույթի մասին է։ Օրինակ մենք այս ամբողջ ժամանակահատվածում երբեք եւ որևիցե ժամանակահատվածում չենք անցել անթույլատրելի լեզվամտածողության հայհոյանքներ, վարկաբեկումներ, չգիտեմ, անթույլատրելի խոսույթ, ընտանիք մտնել, անձնական դաշտ մտնել եւ այլն։ Մենք մշակույթ եւ քաղաքական խոսույթը պահել ենք բացառապես բարձր մակարդակի, որտեղ քննարկվել են միտք, գաղափար, թեկուզ եղել են նաեւ քաղաքական կոշտ գնահատականներ, բայց քաղաքականությունից այն կողմ եւ այդ քաղաքական բարոյականությունից այն կողմ որևիցե վար կամ խոսույթ մեզանից որևիցե մեկը չի լսել։ Այսինքն մենք հնարավորինս նաեւ մեր մասնակցությամբ քաղաքական մշակույթը տալ ենք տրանսֆորմացիայի եւ մեր բանակցությունների, մեր ներողություն, մեր երկխոսությունների եւ մեր քաղաքական օրակարգի նպատակը երբեք չի եղել ընդդեմը, եղել է հանունը եւ անգամ բանավեճերի ընթացքում մեր խնդիրը չի եղել հակառակ նստած մեր մարդուն քաղաքականապես ոչնչացնել, այլ եղել է իսկության վերհանումը, ճշմարտության վերհանումը, նոր մոտեցումների ձևավորումը։ Այս ամենը քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրիչներ են։ Դուք չեք կարող քաղաքական ճանապարհ սկսել, շարժվել նույն տրամաբանությամբ, ինչպես ներկայումս իշխանություն եւ ընդդիմություն են շարժվում, գրեհիկ լեզվամտածողությամբ, արժեքների բացակայությամբ, գաղափարի տեսլականի բացակայությամբ, բայց ասեք քվե տվեք մեզ, մենք անք իշխանության, մենք կդառնանք բարեկիրթ, չի լինում։ Եթե դուք իրականում այդ արժեքների կրողն եք, ձեր ոչ հետագիծը պետք է արտահայտի այդ արժեքները։ Ձեր հետագծում պետք է ամեն ինչը դրսևորված լինի։ Հակառակ տարբերակը չի լինում ուղղակի։ Թիմի վերաբերալ չասացիք, թիմային ֆուտբոլի եւ նաեւ ֆուտբոլային պրիզմայով են քանի որ դիտարկում այդ կարգապահություն, մեդիա, ռեսուրսներ, հնարավորություն։ Դեք թիմը միշտ ովքեր են ձեր թիմը։ Ուրեմն տեսեք։ Ներկայացուցիչները։ Մեր մոտ շատ թյուր պատկերացում կա, որ եթե թիմում ընդգրկված չեն հանրային իմաստով ճանաչելի մարդիկ, ուրեմն այդ թիմի հետ ինչ որ մի բան այն չէ։ Մենք նայում ենք այն մարդկանց, ում անունները ինչ որ մի ժամանակ եղել են աղմկահարույց կամ եղել են ճանաչելի, եւ ուշադրություն չենք դարձնում նրանց բովանդակությանը։ Եվ դա է պատճառը, որ այսօր պայմանական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ կան 50 կամ 100 քաղաքական դերակատարներ, պայմանական եմ ասում։ Եվ ով ինչ քաղաքական նախաձեռնություն սկսում է, այդ 100 դերակատարներից 10-ին քաշում է այս կողմ, 10-ին այն կողմ, հետո մյուս ընտրությունների կամ 2 տարի հետո այդ նույն 10-ը հայտնում են այս բևեռում, այն բևեռում, եւ այդ 100-ի մեջ կամ 50-ի մեջ անընդհատ տեղափոխություններ են լինում, որի հիմքում ընկած ոչ արժեքը, որ սկզբունքը, բացառապես ռեսուրսը, որտեղ կա ռեսուրս, այս մարդիկ հայտնում են այստեղ, հիմա կա այստեղ, հայտնում են այստեղ։ Մեր թիմում ես ձեզ կարող եմ վստահորեն ասել, մեր թիմը թեկուզ բառը կարող է սխալ լինել, կարող է մրցել ձեր նշած լավագույն թիմի հետ գոնե առաջին տասնյակի առումով, որտեղ ռազմական ոլորտից սկսած իրավական ոլորտով վերջացրած, ես կարող եմ վստահաբար ասել, որ լավագույնները ընդգրկված են։ Ոչ թե իսկ լավագույնների չափանիշը ինչով է արտահայտվում։ Գիտական հոդվածներով, կարիերայով, հետագծով, այո, տեսեք, օրինակ եմ ասում։ Օրինակ, մեր երկրորդ համարը Այվազյան Վարդանն է։ Պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ով ունի 20-ից ավել մենագրություն, երևի մոտ 100-ի հասնող հոդվածներ, հսկայական գիտական աշխատանք, անցած ճանապարհ։ Պաշտպանության ոլորտում ունենք մեր ցուցակում գրկված է 3 գնդապետ, ամեն մեկը տարբեր ոլորտին, ովքեր ունեն հրաշալի ռազմական ճանապարհ անցած, հրաշալի եւ ամբից կենսագրություն, որով ես ձեզ վստահաբար եմ ասում, շատ քչերը կարող են հպարտանալ կամ պարծենալ։ Սոցիալական ոլորտում ունենք բժշկության ոլորտում դոկտոր, պրոֆեսոր,
որ նաև ոչ միայն հայաստանյան շրջանակներում, այլ նաև օնկոլոգիայում աշխարհի լավագույնների մեջ է համարվում, ոչ իմ գնահատմամբ։ Եվ այսպես շարունակ։ Եթե կարող եք եւս մի քանի այդպիսի թմեր բերել, որ այդպիսի այդքան մրցունակ կլինեն, ես կասեմ, երևի եթե ես չափազանցրել եմ։ Խնդիրը այստեղ այն է, որ այդ մարդիկ քաղաքական գործընթացներում ներգրավված չեն եղել, եւ իրենց անունը քաղաքական հարթությունում ճանաչելի չէ, բայց դա եթե ճանաչելի չի, դեռ չի նշանակում, որ իրենք որակով կամ մասնագիտությամբ զիջում են այն մարդկանց, ում անունը հնչեղ է կամ ճանաչելի է։ Սրանում է խնդիրը։ Ձեր խոսույթում Կարմիր Թելևանցում է, որ նախ պետք է տեղի ունենա անդիմափոխություն եւ միայն դրանից հետո իշխանափոխություն, տրամաբանությունը հասկանալի է, ինչպես եք պատրաստվում հասնել դրան, հատկապես այս առաջիկա 4 օր է մնացել, որքանով է ձեզ պատրաստ այս տրանսֆորմացված, այս փուլում գտնվող հասարակությունը հենց առաջին հերթին ձեր ընդդիմափոխությանը, հետո իշխանափոխությանը։ Ինչու պետք է ձայն տա ձեզ։ Ես կարծում եմ, որ հասարակությունը ավելի քան պատրաստ է, այսինքն ինչ խնդիր էլ անգամ լինի, դրա պատճառը եւ մեղավորը երբեք չի լինելու հասարակությունը։ Լինելու ենք բացառապես մենք, որովհետեւ մենք ուրեմն չենք կարողացել մեր գաղափարները ավելի հասանելի դարձնենք կամ ավելի համոզիչ լինել։ Այսինքն ինչ է լինի, խնդիրը բնականաբար մենք ենք, որովհետեւ այս պայն ես հստակ ձեզ կարող եմ փաստել, որ հասարակությունը պատրաստ է այդ փոփոխություններին։ Ոչ միայն պատրաստ, այլ նաեւ պահանջում է այդ փոփոխությունները։ Անդիմափոխություն չի նշանակում պայքարել անդիմության դեմ որպես այդպեսին, որտեղ մենք ասել ենք Հայաստանում կա փոխհամաձայնեցված խմբի իշխանություն։ Իշխանություն եւ անդիմությունը նույն քաղաքական համակարգի առանցքներն են, որտեղ մեկը երաշխավորում է մյուսի անվտանգություն եւ լինելիությունը։ Սա դնենք մի կողմ։ Անդիմափոխություն նշանակում է լինել իրականում այլընտրանք։ Իշխանության եւ անդիմության այս քաղաքական համակարգին իրական այլընտրանք լինել, որը կլինի ոչ թե ուղղակի պարզապես նոր, այլ կունենա գաղափարապես նոր մոտեցումներ, հասարակության վերակառուցման գաղափարական նոր հիմնավորումներ, տեսլական, գաղափար, սկզբունքներ, ապագայի ռազմավարական պլանավորում եւ այսպես շարունակ պետությունը եւ ընդհանրապես հասարակությունը կենսունակ դարձնելու ճանապարհների գիտակցում եւ պատկերացում։ Նորը լինելը սրա մասն է, եւ ոչ թե պարզապես ես նոր դեմք եմ կամ նոր դերակատար եմ, ուրեմն ես արդեն լավն եմ։ Անդիմափոխությունը սրա մասն է, որովհետեւ եթե մենք ունենք այս իրավիճակը եւ իշխանության այլընտրանքը այս անդիմությունն է, այս քաղաքական համակարգը լինելու է հավերժ։ Կապ չունի դերակատարները կարող է փոխվեն, մեկը մյուսից ածանցիալ կամ դիմակները փոխվեն, բայց արժեվանությունը եւ նրանց հենարանը շարունակում է մնալ նույնը։ Մենք պետք է իմանանք, որ եթե հանկարծ չհաղթարենք եւ չճեղքենք այս փոխհամաձայնեցված խմբի իշխանությունը, մեր իրականությունը ավելի լավը չի դառնալու հանրային պառակտումից սկսած մինչեւ պետականության կազմաքանդում։ Փրկիչներին անդրադառնանք, տեսնում ենք, որ դրանց պակաս այսօր եւ միշտ հայկական քաղաքական դաշտում չի եղել, դիմակներն են փոխվում փրկիչների, բայց այդ փրկող ֆունկցիան միշտ մնում է նույնը, միշտ մեկը մեկից փրկում է Հայաստանը, հայրենիքը, Արցախը, ձեր մոտեցումները այս փրկիչների ինստիտուտի վերաբերյալ Հայաստանում եւ դրա վնասները կամ օգուտները։ Ես մշտապես դրա մասին խոսել եմ եւ նոր չի որ պետք է խոսեմ, արդեն երևի թե 2-3 տարի կամ ավելի խոսում եմ, ասելու որ փրկչի փնտրտուքը ազգային անվտանգության սպառնալիք է։ Դա մեր քաղաքական մշակույթի դեգրադացման հետևանքն է։ Այսօր հերոս է այն մարդը, ով իրան ոչ թե ներկայացնում է որպես փրկիչ, այլ համակարգաստեղծ մարդը, ով կարողանում է առաջ քաշել կենսունակ գաղափարներ, որի շնորհիվ կկարողանա պետությունը եւ ընդհանրապես մեր հասարակությունը դուրս հանել այս խորքային քաղաքական ճգնաժամից եւ ոչ թե կերտել անիրատեսական փրկչի կերպարներ, որոնց շահը բացարձակապես սահմանափակվում է միայն իրենց ընտանիքով։ Փրկիչներ այլևս չեն լինելու եւ չկան։ Փրկչի ինստիտուտի մասին պետք է ուղղակի մոռանալ։ Գիտեք ինչու է նաեւ փրկչի կերպարը պահանջարկված մեր մոտ հասարակության մոտ։ Այս 30-ից ավել տարիների ընթացքում իշխանությունների ու բոլոր մինչև ներկայիս իշխանություն բնականաբար ավելի քան այս ներկայ իշխանությունը դեգրադացրել են հասարակությունը սոցիալական, կրթական, գիտական, մշակութային բոլոր ասպեկտներով եւ հասարակությունը իր ճակատագրի որպես հիմնական պատասխանատու այլևս ինքն իրեն չի դիտարկում։ Հետևաբար բոլորը ցանկանում են փոփոխություններ, բայց չեն ուզում իրենք մասնակցություն ունենալ այդ փոփոխություններին, չգիտակցելով որ ինչ փոփոխություն էլ եթե լինի, դա չի բխելու իրենց շահերից, եթե իրենք չեն մասնակցում այդ փոփոխություններին։ Եվ այդ փրկչի կերպար հենց դրանով է արդարացվում, որ մարդիկ ուզում են փրկիչ, ով իրենց փոխարեն կբերի փոփոխություններ եւ կնպաստի
իրենց կամ կբխի իրենց շահից։ Հենց դրանով է պայմանավորված, որ հասարակությունը ուզում է փրկիչ, որտեղ ինքը չի մասնակցի, պատասխանատվություն չի կրի, ինչ որ չափով նաև զոհաբերության չի գնա, զոհաբերություն ասելով զոհվելու մասին չի խոսքը, հա։ Քաղաքական գործընթացների մասնակցություն կլինի, process-ների մասնակցություն կլինի, պատասխանատվություն կլինի, ստանձնել կլինի։ Եվ հենց սա էր, որ քիչ առաջ ասացի, որ ուրախալի է, որ հասարակությունը սկսում է կամաց փոխակերպվել եւ ինքը կամաց արթնանում է եւ սկսում է գիտակցել, որ իր ձայնը եւ իր մասնակցությունը շատ կարեւոր է։ Այսինքն այսքան ժամանակ իրեն երբ պահել են այդ քնեցված վիճակում, սկսում է հաղթարել կամաց։ Ճիշտ է, սա երկար գործընթաց է, բայց կարևոր է, որ սկսել է այս գործընթացը։ Փրկիչների կեսը փրկում են Ռուսաստանից, մի մասը փրկում է Եվրոպայից, մյուսը Միացյալ Նահանգներից, կամ փրկությունը սպասում է այդ տարբեր ուժային կենտրոններից, բևեռներից, բայց միևնույն ժամանակ խոսում եք ընդդիմափոխությունից։ Մյուս կողմից մենք ունենք նաև տարբեր հրապարակումներ նույն հեղինակավոր ինսայդերի կողմից, որ Հայաստանի քաղաքական կոնյունկտուրան էապես, այսպես ասած, լցված է նույն հյուսիսային հարևանների ազդեցության գործակալներով։ Այ ինչպես եք պատկերացնում, թեկուզ այդ նույն ընդդիմափոխությունը առանց տարբեր գործակալական ցանցի լյուստրացիայի, ինչպես է լինելու այդ դաշտի մաքրումը, որպեսզի դու որ ասում ես հրապարակ եք ով է, իմանանք ում հետ գործ ունենք։ Դեք նախ ամենամեծ խնդիրը ձեր ասացի, որ մենք փրկություն ենք ման գալիս կամ հյուսիսից կամ արևմուտքից, դրա արմատները շատ ավելի խորն են։ Ուրեմն դեռ 94-95 թվականից, երբ մենք ազատագրեցինք Արցախը, առաջին անգամ պատմության մեջ ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ հայը գիտակցեց, որ իր ճակատագրի հիմնական պատասխանատուն հենց ինքն է։ Ցավոք դրանից 1-2 տարի հետո առաջին նախագահի գլխավորությամբ առաջ բերվեց մի թեզ, որը գիտության մեջ կոչվում է քաղաքակրթական հանցագործություն։ Ասեցին, որ գիտեք, Արցախի հարցը կարող են լուծել եւ այն կախված է բացառապես վերին ատյաններից։ Այսինքն սրա հիմնական մեսիջը այն է, որ ձեզանից որևիցե բան կախված չի։ Դուք պետք է ուղղակի սպասեք, թե ձեր նկատմամբ ինչ վճիռ կընդունեն գերտերությունները կամ վերին ատյանները։ Այստեղից առավել ամրապնդվեց հպատակային քաղաքականությունը։ Այսինքն ես իմ ճակատագրի պատասխանատուն չեմ, իմ գերխնդիրը ճիշտ երթում տալն է։ Դրա համար ինչ որ մի մասը գտավ ճիշտ որ պետք է երթում տա ռուսական կողմին եւ որպես խնամակալ ընտրի Ռուսաստանին եւ վերջում ասի գիտեք, տեսակ ռուսները մեզ չօգնեցին եւ բնականաբար նրանք դավաճան են։ Մյուս կողմը ասի որ գիտեք, պետք է մենք սխալվեցինք ռուսների հարցում, մենք պետք է խնամակալ ընտրենք եւ հպատակության երթում տամ արևմուտքին եւ վերջում էլ պետք է բնականաբար ասի տեսակ որ նրանք չարեցին, ուրեմն նրանք դավաճան են։ Մեր կարևորագույն խնդիրն է որ մենք հասկանանք որ աշխարհակաղակական գործընթացներում բարեկամներ չկան, որևիցե մեկը մեզ չի պաշտպանելու կամ բացառապես շահ է, եւ քաղաքականության եւ քաղաքագիտության մեջ սա կոչվում է քաղաքական ինֆանտիլիզմ, անհասունություն։ Երբ որ դուք ունակ չեք, ձեր ճակատագրի պատասխանատվությունը ստանձնել եւ ոչ միայն ստանձնել, այլ չեք գիտակցում, որ ձեր ճակատագրի պատասխանատուն կարող եք լինել բացառապես դուք։ Եվ հետեւաբար մեր քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, մենք սկսել ենք բխեցնել արտաքին քաղաքականությունից, այնինչ ճիշտ հակառակն է։ Արտաքին քաղաքականությունն է ածանցվում ներքին քաղաքականությունից։ Մենք այսպես տեղերի ու դերերի փոփոխություն ենք արել, մենք չենք հասկանում մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Դրա համար մեր քաղաքականության հենց հիմքում ընկած է, որ ասում ենք հայկական պետություն։ Սա ոչ թե նշանակում է ազգայնամոլություն եւ այլ հակառակը։ Մեր քաղաքակրթական, մեր մշակութային առանցքի շուրջ քաղաքականության իրականացում եւ ձևավորում, որը ֆանտաստիկ հավասարակշռող քաղաքականություն է, որը հենց նաեւ ամրագրված է մեր մշակույթում։ Մեր մշակութային հենքը հենց սրա մասին է եւ ամենաաղետալին այն է որ մենք կրկնում ենք մինչ օրս մեր անվտանգությունը փորձում ենք տեսնել ոչ թե մեր ներսում այլ փորձում ենք գտնել Ռուսաստանում կամ Արևմուտքում, Չինաստանում կամ Իրանում եւ այլտեղ չի լինելու այդպես անվտանգություն։ Իսկ այսօր չի փոխվել։ Մենք տեսնում ենք ակտիվ արտաքին քաղաքականությունը, տեսնում ենք այդ զորահանդեսի զենքեր, որոնք տարբեր երկրներից են գնվել, այդ թվում Իրանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Ֆրանսիայից, արդյոք չենք տեսնում հենց այդ բալանսավորված քաղաքականություն այսօր արտաքին։ Գիտեք, շատ են այսօր խոսում բալանսավորված քաղաքականության մասին, բայց գավառական արկածախնդրությունը պետք է համատել, շփոթել բալանսավորված կամ հավասարակշռված քաղաքականության հետ։ Դա այն ժամանակ կարելի է համարել հավասարակշռված քաղաքականություն, երբ այդ քաղաքականության արդյունքում դու կարողանում ես սպասարկել քո պետական շահը։ Այդ նույն
իբր չափահավասարակշռված քաղաքականության հետևանքով մենք մինչ օրս միայն կորցրել ենք եւ զիջել ենք։ Մենք կարող ենք խոսել դրա արդյունավետության մասին բացառապես այն ժամանակ, երբ մենք կարող ենք այդ քաղաքականության իրականացման արդյունքում ազդարարել կամ գնահատել կամ ի ցույց դնել մեր ձեռք բերված հաջողությունները։ Այս պահին որևիցե մեկը չի կարող ասել, որ մենք ունենք հաջողություններ կամ ձեռք ենք բերել ինչ-որ մի բան, սկսած տարածքային ամբողջականությունից, սուվերենության հարցերից, մինչև Արցախի կորստով, որևիցե հարցով։ Այսօր ցավոք եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը նաև կորցրել է իրավունք ունենալու իրավունքը։ Եվ անգամ եթե դուք գնում եք զենքեր, որը շատ ողջունելի է, շատ լավ է բնականաբար, եթե դուք զենք եք գնում, բայց այստեղ հարց է առաջանում։ Եթե դուք կամք չունեք սեփական ինքնությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու, այդ զենքերը ինչի համար են։ Մենք նաև պետք է հիշենք, որ զենքերով կրակող է պետք։ Ես ամենևին նկատի չունեմ, որ մեր զինվորները վախենում են կրակել։ Խոսքս քաղաքական վերնախավի մասին է։ Եթե դուք կամք չունեք այդ զենքը կիրառել եւ ամբողջ քաղաքականությունը հիմնված է բացառապես զիջման վրա եւ անվտանգային հայեցակարգի հիմքում զսպման մեխանիզմները չեն, այլ բացառապես բավարարելն է թշնամի պետության պահանջները, այդ զենքերը ուղղակի որևիցե մեկից պետք չեն։ Այո, կարող են լինել ինչ-որ մի օր պետք կգան, բայց մենք չունենք տեսլական, մենք չունենք կամք, մենք պատրաստ ենք ամեն քայլափոխի զիջել մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր մշակույթը, մեր ինքնությունը խորհրդանիշներից սկսած մինչև, չգիտեմ, մեր հռչակագիրը սահմանադրության հիմքից հանելը։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, հարցազրույցի համար, մաղթում եմ հաջողություն առաջիկա ընտրություններին։ Նշեմ, որ տաղավարում զրուցեցինք ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ։ Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել Առաջին լրատվականի եթերում։